Հայաստանը ավիափոխադրումների ոլորտում որպես տարանցիկ ուղի դառնալու գործընթացում նոր հաջողություններ է գրանցում։ Զվարթնոց օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն 2018-19 թվականներին Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել է 36 ուղևոր։ 24 թվականին ուղևորների թիվը գերազանցել է 172,000-ը, իսկ ընթացիկ տարվա մարտի 11-ի դրությամբ 14,542 ուղևոր։ Տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասն իրականացվել է տեղական ավիաընկերությունների կողմից։ Տարանցիկ ուղևորների թվի ավելացման մեջ կարևոր եւ որոշիչ նույնիսկ դեր ունեն տեղական ավիաընկերությունները, քանի որ իրենք կարողանում են Երևանը օգտագործելով որպես տարանցիկ կամ Գյումրին պայմանականորեն Հայաստանի օդանավակայանները օգտագործելով որպես տարանցիկ կետեր 1/3 երկրից տեղափոխել մեկ այլ երրորդ երկիր ուղևորին, որի հնարավորությունը շատ ավիաընկերություններ չունեն, որոնք այստեղ գրանցված չեն։ Այսինքն, եթե երրորդ երկրից չվերթ է իրականացվում ավիաընկերության կողմից դեպի Հայաստան Հանրապետություն, ինքը այլևս չի շարունակում այդ չվերթը դեպի երրորդ երկիր, ու հաշվի առնելով գործող միջկառավարական համաձայնագրերը օդային փոխադրումների ոլորտում, հիմնականում այդպիսի ֆունկցիա իրականացվում է տեղական ավիաընկերությունների կողմից։ Չնայած այս տարիներին գրանցված թվերի աճին Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ուղղությամբ դեռ մի շարք անելիքներ կան։ Գլոբալ երկու մասի կբաժանեմ հարցը, այսինքն խնդրի լուծումը։ Մեկը ենթակառուցվածքային, որպեսզի լինի համապատասխան ենթակառուցվածք, որը կարող է այդ տարանցիկ հոսքերը սպասարկել պատշաճ որակի, եւ որի մասով նշեցի Զվարթնոցի ընդլայնման ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում։ Երկրորդը դա ավիաընկերությունների հոսքն է եւ տեղական ավիաընկերությունների զարգացումն է։ Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ազդել գնային քաղաքականության վրա վերջին տարիների թռիչքների ավելացումը, Սիմոնյանը նշեց, ավիատոմսի գնի ձևավորումը կախված է մի քանի հանգամանքներից։ Հարաբերությունները այս ոլորտում շուկայական են եւ հիմնականում ավիաընկերություններն են ձևավորում այդ սակագները, հաշվի առնելով գոյություն ունեցող պահանջարկը այդ ուղղությամբ, հաշվի առնելով մրցակցությունը եւ այլ բազմաթիվ չափորոշիչներ, այն ծախսերը, որոնք իրականացվում են ավիաընկերության կողմից, այդ թվում օդանավակայաններում, վառելիքի վրա գնացող ծախսերը, որը օրինակ չվերթի արժեքի մեջ բավականին մեծ տոկոս է կազմում, եւ բազմաթիվ այլ ծախսեր, որոնք կարող են ազդել գնի վրա։ Ասել միանշանակ տենց միջինացված թվով նախ ճիշտ չի, որովհետև տարբեր ուղղություններով եւ ժամանակահատվածից կախված այդ թվերը տարբեր են, սակագները տարբեր են։ Իսկ 2025 թվականին սպասվող նոր ուղղությունների մասով Սիմոնյանը նշեց, դրանք հիմնականում ձևավորվում են ելնելով նոր երկրներից դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու պահանջարկից։ Այդտեղ կարևոր նշանակություն ունեն տուրիստական ուղղությունները, կարևոր նշանակություն ունեն գործնական ուղղությունները, այսինքն բիզնես ուղղությունները, տարբեր ուղղություններ, տարբեր ավիաընկերությունների կողմից նախանշվել են, հետաքրքրություն ցուցաբերվել է, հուսով ենք, որ այդ ուղղություններով չվերթեր կիրականացվեն։ Կոնկրետ ուղղություններ չեմ նշի, որովհետև ավիաընկերությունները, այդ թվում մեր հայկական ավիաընկերությունները ժամանակ առ ժամանակ նոր ուղղությունների մասին համապատասխան հայտարարություններով են հանդես գալի եւ չվերթեր իրականացնում այդ ուղղություններով։ Փոխնախարարն ընդգծեց, նոր ավիաընկերությունները դեպի Հայաստան չվերթեր մեկնարկելու, ինչպես նաեւ նոր ուղղություններ դեպի Հայաստան բերելու հարցում որևէ խնդիր եւ բարդություն չունեն, քանի որ 2024 թվականից ներդրվել է նոր էլեկտրոնային հարթակ։ Ոչ կանոնավոր եւ 2025 թվականից նաեւ կանոնավոր ուղևորափոխադրումների հայտերն արդեն ընդունվում են ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։